Ինչպես գիտեք, այս օրերին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում ընթանում է Եվրոնեստի խորհրդարանական վեհաժողովը եւ մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի եւս մեկ անգամ մեր բողոքի ձայնը բարձրացնենք Հայաստանում տիրող բռնապետական ռեժիմի գործողությունների վերաբերյալ։ Գիտեք, որ վերջին շրջանում անազատության մեջ են հայտնվել հայ առաքելական Սուրբ եկեղեցու 3 սրբազան հայրեր՝ Բագրատ, Միքայել, Մկրտիչ սրբազանները։ Ազատություն սրբազաններին, ազատություն քաղբանտարկյալներին։ Ի աջակցություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու իր խոսքը բարձրաձայնած ազգային բարերար Սամվել Կարապետյանը, որը տևական ժամանակ գտնվում է անազատության մեջ, կրկնում եմ, միայն ու միայն մի բանի համար, որ աջակցել է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Անազատության մեջ է մեր գործընկեր Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյան, Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյան հայեղափոխական դաշնակցության։ Անազատության մեջ են մեր հերոսացին ծնողները Գարիկը Գալեյան, Արան Ռոստոմյան։ Վերջին շրջանում բռնապետական ռեժիմը նոր անձ ավելացրեց այդ ցուցակում անհայտության մեջ գտնվող Հարազատին, Ղուկասյանին, Արսեն, էլի պահելով անազատության մեջ։ Եվ այդ ցուցակը երկար է։ Եվ ամեն օր մենք ականատեսենք լինում ընտրված քաղաքապետերի ձերբակալությանը, այնուհետև կալանավորմանը։ Մասկի շոուներ կազմակերպելով ընտրված քաղաքապետերին Գյումրու, երեք մենք արդեն ականատեսը եղանք Մասիսի քաղաքապետի էլի կալանավորմանը։ Սա անթույլատրելի է եւ մեր կոչն է միջազգային հանրությանը, որպեսզի երկրի ստանդարտներ չկիրառի եւ կոնկրետ պատժամիջոցներ կիրառի իշխանական այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնք ուղղորդում են դատական համակարգը SMS հաղորդագրություններով եւ ազգային ժողովին այն դալիճում, որ դուք հիմա եք գտնվում, այդ մարդ ամիսներ առաջ ասել է, որ ընդդիմախոսների տեղը ԱԱՑ պատվալներում է։ Սա միջամտությունը դատական համակարգին բռնապետական ռեժիմը ինչպես է լինում եւ պետք է դուք հասկանաք, որ չեք կարող պաշտպանել մի իշխանության, որը ամեն օր գործում է օրենքից դուրս։ Ես նաև ուզում եմ խոսել Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարության եւ այլ գերիվարված անձանց մասին, որոնք Բաքվի բանտերում խոշտանգումների են ենթարկվում։ Վերջին կառույցը, որ փոքրի շատ է, կարողանում է այդ մարդկանց խնդիրներով զբաղվել, այցելել այդ մարդկանց եւ ընտանիքների հետ կապը պահել, Կարմիր խաչը այլևս չի գործում բռնապետական Ադրբեջանում։ Մենք տեսնում ենք խոշտանգումներ ադրբեջանական բանտում եւ տեսնում ենք ձեր լռությունը, որը անթույլատրելի է։ Ոչ միայն բռնություն են գործադրում, այլ վերջին մեզ ասած տեղեկություններով արդեն այ երանելիության պայմաններում մարդիկ ինքնասպանության փորձեր են իրականացնում։ Եվ մեր կոչն է, որպեսզի միջազգային հանրությունը ի վերջո հստակ գնահատականներ տա եւ այս իշխանությունների գործելավոճին ի վերջո վերջ դնի։ Դուք նրա համար եք, որպեսզի պաշտպանեք Հայաստանում ժողովրդավարությունը, ոչ թե նրա համար, որ Նիկոլ Փաշինյանին պաշտպանեք։ Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ։